Ես Աղասի Աղասյանն եմ, 12 տարեկան եմ, ծանրամարտով զբաղվում եմ 1.5 տարի։ Ծանրամարտը բոլոր սպորտաձևերից տարբերվում է, ինքը շատ դժվար է, այդ որ մարդիկ իրականում տեսնում են, որ բարձրացնում են ծանրաձողը, բայց այդ պահը օրինակ, որ քո արած մաքսիմալ քաշը, որ դու անում ես, դա շատ դժվար է, էլի։ Շաբաթական 3 անգամ եմ պարապում, 4-րդ օրն էլ կախված է եղանակից կամ նախորդ օրը ոնց էի պարապել։ Բայ։ Всё։ Լավ չարիր Աղասյան։ Մի հատ գանք թե չէ։ Ոնց որ օգտած ես։ Մարզիչին ես փոքր ժամանակվանից ճանաչում էի, որովհետև իմ հայրիկի մարզիչն էլ է ինքը եղել, միշտ մեր տուն է եկել կամ որ հայրիկս ինձ տարել է դահլիճ, ես այնտեղ տեսել եմ էլի իրան ծանոթացել եմ իր հետ տենց։ Սպորտի հետ կապված կամ որ դու ես տպած։ Որն է որ սիրում ես դու լավ ես նկարներից։ Հայրիկս բազմաթիվ մրցումներ է հաղթել, բայց այդ բոլոր մեդալներից իմ մոտ մի հատն է տպավորվել։ Այս 2011 թվականի ունիվերսիադայի մեդալն է, որ ինքը առաջինն էր Հայաստան բերել, իրենց առաջ ոչ մեկ այս մեդալը չէր բերել Հայաստան։ Now Agasyan. That was at 77 kilos, he's now up to the 85 kilo class. Oh, very quick. See how deep he got into that squat position. Very compact. Great levers again. Երազանքներից երևի օլիմպիադային գնալը, որտեվ հայրս տենցի չկարողացավ գնա։ Լավ ծանրամարտիկ լինելու համար պետք է մարզիկը լինի վստահ, հանգիստ ու կարողանա լսի իր մարզիչին։ Եթե մարզիկի մոտ տեխնիկան իդեալական լինի, ինքը կարող է իր սովորական արած քաշից, ամենաշատ արած քաշից, կարող է 2 անգամ ավելի շատ անի, մենակ այդ տեխնիկայի հաշվին։ Օրինակ, երբ որ բարձր արած ծանրաձողը անում եմ, ես արդեն իմ մոտքից մեջ արդեն ձևավորվում է, որ ես մյուս քաշը անպայման առաջի մոտեցումից պետք է անեմ։ Բայց եթե չեմ անում, դա արդեն ուրիշ հարց է, որովհետև ես մտածում եմ, որ ես անպայման պետք է անեմ այդ քաշը։ Մյուս պարապմունքին կամ 2 պարապմունք հետո կապ չունի, ես պետք է կարգավորեմ դա։